կարող է մեր Մազմանյան Արմանը Մեր Մազմանյան Արմանը երկուսը։ Ռուսերեն ասած լյուբիմչիկի բոգը։ Իրանք շատ հետաքրքիր են, որովհետև եւ ներքևից են էներգիա ստանում, այսպես ասած, եւ վերևից երկու կողմից կոչվում են շատ խելացի են, շատ հասկանում են, բայց իրանք այսպես մի հատկություն ունեն, միանգամից տեսնում են մարդու թույլ կողմը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտող, այսօր Armand TV-ի եթերում մեր հյուրն է Նանա Խուզադյանը, մասնագիտությամբ թվային հոգեբան, երկրորդ անունը նումերոլոգիա։ Մենք այսօր կխոսանք մի քիչ թվային հոգեբանությունից, նումերոլոգիայից, բարև Նանա ջան, ո՞նց ես։ Լավ եմ, բարև ձեզ։ Մենք շատ ուրախ ենք, որ այսօր մեզ հյուր ես, ու այսօր մեր թեման մի քիչ տարբերվում է մեր մնացած թեմաներից։ Միշտ մենք խոսանք արվեստից, երաժշտությունից ու այսօր թվային հոգեբանություն։ Պատմի։ Դա նույնպես արվեստ է, այսպես ասեմ։ Թվային արվեստ է։ Այո, մարդկանց հասկանալու հետաքրքիր արվեստ է։ Այ թվային հոգեբանություն, այս մասնագիտությունը ամեն մարդու համար տրված չէ ու երևի թե շատ մարդիկ նաև ինֆորմացված չեն։ Այո։ Մի քիչ կմանրամասնես, ո՞նց սկսեցիր այս մասնագիտությունը ուսումնասիրել կամ սկզբից այլ մասնագետ ես եղել, ո՞նց ես եկել հասել այնտեղ, որ սկսել ես դու թվային հոգեբանությունը ուսումնասիրել։ Շատ կուզենանք իմանանք։ Հա, սա ինչ որ հետաքրքիր թեմա է, որովհետև ամեն մարդու հետաքրքիր չի, որ այդպես խորանա, բայց քանի որ ես երևի մի 25 տարուց ավել շփվել եմ մարդկանց հետ, որոնք էներգետիկներ են եղել, այսինքն էներգիայով տեսնող մարդիկ, բուժող։ Շատ երկար ժամանակ, մի 10-15 տարի եւ ավել, ու դա մի լրիվ ուրիշ աշխարհ է։ Բայց ես ինքս ֆրանսերենի մասնագետ եմ։ Շատ հետաքրքիր։ Եվ դրանից հետո տեղափոխվել եմ Մոսկվա, այստեղ ավարտել եմ, տեղափոխվել եմ Մոսկվա, այնտեղ արդեն շարունակել եմ որպես ռեստորանների, կաֆեների ղեկավար։ Նա։ Արդեն 3 տարբեր բաներ։ Այո, 3 տարբեր բաներ, իմ մոտ ասենց բարբերաբար փոխվում է։ Ու միանգամից կտրուկ ինչ որ մի տեսակ մասնագիտությունից մյուս լրիվ իրար հետ կապ չունեցող։ Երբ որ ես տեղափոխվեցի Հայաստան 18 թվականի ամռանը։ Դրանից հետո այդ կռվի տարիներն էին բարդ, այդ 40 օրը շատ բարդ, ու ես որոշեցի ինչ որ մի բան հասկանամ, փոխեմ, որովհետև շատ ծանր տարա։ Անցա թվային, այո, շատ բարդ էր, ես սկսեցի զբաղվել տեքստիլով, ձեռագործ աշխատանքներ էի անում, սփռոցներ, բարձեր եւ այլն, շատ հետաքրքիր էր, բայց ամենահետաքրքիրը ինչից սկսվեց, քանի որ ես ամեն անգամ տեսնում էի 911 ու մտածում եմ ինչի համար է այս թվերը, ինչի եմ ես այդ նույն թվերը անընդհատ տեսնում։ Տեսնել, այսինքն քնած ժամանակ։ Չէ, ամենտեղ ուր դուրս էի գալիս քայլելու, մեքենայի համարներ, ինչ որ սենց հիմա էլ եմ ես տեսնում ու ամեն անգամ այդ 911 որ տեսնում եմ, ես հասկանում եմ, որ ինչ որ մեկը հիմա պիտի զանգի, ինչ որ մի բան պիտի լինի, ինչ որ մեկին պիտի օգնեմ։ Հասկացա։ Ես սկսեցի դա ուսումնասիրել, շատ կոնկրետ, բացելով ինտերնետը սկսեցի ուսումնասիրել։ Բայց մինչև էդ էլ ես ունեի գրքեր, էլի թվերին վերաբերվող։ Այդ երևի այն եւ քանի որ ես շատ բաներից տեղյակ էի, հետաքրքիր էր շփվելու, իրանց հետ շփվելուց էլ էր, այո, արդեն սկսել էր հետաքրքրությունը։ Այնտեղ դա ուրիշ աշխարհ է, հա։ Հասկացա։ Եվ իմ մոտ էլ շատ այդ զգացողությունը շատ ուժեղ է։ Որտեվ ժամանակ առ ժամանակ լինում է, որ ինչ որ մի բանի հետ եմ շփվում։
Մի քիչ հետ գնանք, նայ, այ էներգետիկների հետ ինչն է քո համակրանքը ասեմ կամ հետաքրքրությունը որ սկսում է իրանցից շփվել, եթե երկար ժամանակ շփվել ես, որովհետև շատ հետաքրքիր ինֆորմացիաներ էին ստանում։ Իրանք։ Այո, եւ ձեռքերով էլ էին բուժում։ Ու տարածության վրա էր դա կապ չուներ այդ մարդու կողքներ նստած, թե չգիտեմ աշխարհի մյուս ծայրներ։ Ու այդ կապը կա։ Ինձ թվում է հիմա մարդկանց մոտ էլ է շատ այդ կապը, մեկը մյուսին սկսում են զգալ։ Վայ, քո մասին էի մտածում, զանգեցիր։ Կա, շատ կա։ Հիմա ավելի շատ այն ժամանակ դա քիչ էր։ Ինչով է պայմանավորված։ Զգացողությունը բացվում է մարդկանց, առաջ այդպես չէր։ Հիմա ամեն ինչը արագացել է ժամանակը, եւ մարդկանց մոտ էլ ամեն ինչ փոխվում։ Իրոք հիմա բոլորս ավելի լավ ենք զգում, թե դիմացի մարդը ով է, առաջ դա այդքան չէր զգացվում։ Իսկ այդ մարդիկ, այդ էներգիայով լի մարդիկ իրանք որևէ բան հուշում էին քեզ կամ սովորեցնում էին քեզ, թե ուղղակի հետաքրքիր իրանց հետ նստել զրուցելը։ Չէ, եւ սովորում էինք եւ հասկանում էինք նախ ոնց աշխատենք ինքներս մեր վրա։ Հա, մեզ նաեւ մեր աշխարհում մեզ տրված են կրակ, ջուր, հող, աղ եւ այդ ամեն ինչը ոնց աշխատացնել մեր համար։ Հայաստանում էր դուրս որտեղ։ Մոսկվա։ Մոսկվայում։ Այո։ Ինքը լուրջ գիտություն է։ Այո, ինքը լուրջ գիտություն է եւ ամենակիչը 11 դպրոց կա թվային։ Հայաստանում։ Աշխարհում։ Աշխարհում։ Ծնվել եք երբ։ Հունվարի 20-ին, ոնց ասեցիք։ Հունվարի առաջի ամիս հունվարի 20-ին 76 թիվ 1900 իհարկե։ Մարդկա 800-ով գաշ։ Սիրում եք ուսումնասիրել, բայց շատ էմոցիոնալ, դուք եք պսիխոլոգ։ Ինչ որ չափով։ Հա։ Ինչ է նումերոլոգիան։ Թվային հոգեբանությունը։ Թվային հոգեբանություն, այսինքն մարդու ծննդյան թվերով դու կարողանում ես հասկանալ մարդը ինչպես է մտածում, ոնց է ապրում, ինչ ուղղությամբ կարող է գնալ եւ բացասական եւ դրական, իր կյանքը ոնց կընթանա, ոնց է վերաբերվում այս ինչ մարդուն, որը այս ինչ օրնածնվել, իրար հետ այդ մարդիկ կարող են գործանել թե ոչ, ապրել, շատ հետաքրքիր է, երբ որ զույգերին ես հաշվում։ Հա։ Այո։ Եվ ամեն երեխա այդ զույգերի թիվը փոխում ան, ուրիշ թիվ է ստացվում։ Ամուսնության օրը, այսինքն պարզա թե ընտանիքի այդ ճանապարհը ոնց է անցնելու, շատ կարևոր է։ Իսկ քանի թվից է բաղկացած, հենց ընդհանուր 9 թիվ, 1-ից 9 թիվ։ Եվ այդ 1-ից 9 թվերի այդ ամեն մի թիվը, ընթացքը, այո, ամեն մի թիվը մի էներգիա ունի, այսինքն երկու, դրական եւ բացասական։ Ամեն մի թիվը, այո, ամեն մարդ ունի իր դրական կողմերը եւ բացասական կողմերը։ Հասկացա։ Եվ եթե մարդ վատ մինուսի մեջ է, ինքը այսպես ասեմ, ինքը բնականաբար այդ ճյուղով է գնալու։ Իսկ ինքը որևէ մոլորակների կամ երկնային այո, ամեն մեկը մի մոլորակի հետ համապատասխանում է։ Օրինակ մեկը դա արևն է, երկուսը լուսինն է, 8-ը Սատուրն։ 8-ը շատ հետաքրքիր են։ Հա։ Իրանք բոլորը ուր մտնում են փոխում են ինչ-որ մի բան մարդու կյանքում։ Լավ իմաստով թե վատ։ Եվ լավ եւ վատ։ Հիմա այդ հարցն այն Անա ջան, բանը, օրինակ հեչ եղել որ մարդիկ ցես դիմեն, օգնություն, որ գիտես իմ մոտ կա խնդիրներ, չգիտեմ ինչ, թե բիզնեսի հետ կապված, թե շրջապատի, թե մարդկանց հետ, այ թվային հոգեբանությունը ինչով կարող է օգնել մարդուն, ինչ կդա մարդուն ու ինչի թվային հոգեբանություն։ Շատերս մենք մեզ չենք ճանաչում, ոչ մեզ, ոչ էլ մեր երեխաներին, իրոք չենք ճանաչում, ու երբ որ մարդուն բացատրում ես ինքը ինչ մտածելակերպ ունի, ոնց է տեսնում այս աշխարհը, օրինակ երեքները, իրանք հիմնական սեր հասկացողություն, իրանց մոտ տենց չի, ոնց որ օրինակ մեկերի մոտ մեկերը սիրում են, այսպես հենց պաշտպանում են, իսկ երեքների մոտ սերը դա հոգատարություն է։ Եթե մարդ իրանց ինչ-որ դուր է գալիս, իրանք սկսում են հոգ տանել, բայց դա այն սերը չի, ոնց որ օրինակ մեկն է հասկանում, կամ 6-երն են հասկանում, վայելում են։ Երեքները հոգ են տանում, ու մտածում են, որ եթե իրանց մասին հոգ են տանում, ուրեմն սիրում են, բայց երբ որ ասում ես, բայց դա կապ չունի սիրո հետ, ասում են ոնց։ Այսինքն իրանք չեն հասկանում այդ սերը, իրանք ոնց են ընդունում, երբ որ
սկսում ես մարդկանց ծանոթացնել իրենց հետ, շատ բան փոխվում է։ Հետաքրքիր է։ Հինգերը, օրինակ, իրանք շատ փխրուն սիրտ ունեն, իրանց հետ պետք է շատ ավելի մեղմ, հանգիստ, ճիշտ խոսել, բայց իրանք միշտ ստեղծում են լավ մթնոլորտ, ամենասիրուն տեղն են նստում, ամեն ինչը մտածված, որովհետև իրանք գիտեն ոնց անեն, որ մարդ չնեղվի։ Հինգերը երբեք չեն ասի, այ սենց արա։ Կասեն, ուզում ես սենց արա։ Դե սենց լավ է, կարող ես սենց անես, այսպես ուզում։ Համակերպվող։ Չէ, համակերպվող չեն, իրանք շատ ակուրատնի սենց մարդկանց հետ խոսում են։ Բայց լավ շփվում են, լավ շփվում են։ Հասկացա։ Այդ կա ինչ-որ բանաձև, որովհետեւ մարդկանց ուշենք իրանք ոնց հաշվեն, իրանք թիվը գտնեն։ Այո, իհարկե։ Ինչը կգումարվի, ինչը օրը, դա մարդու մտածելակերպն է։ Լավ։ Օրը։ Հիմա ցես մոտ 20։ Իմ մոտ 28-ը։ Հասկացա։ Հիմա դուք 8-ը կընտրեք, թե 2-ը կընտրեք։ Մենք գումարում ենք իրար, եթե 2 թվեր են։ Ստացակ 10-ը։ Ստացա 10։ Ինչ եք անում հիմա, բայց 9 թիվը ինքը չէ։ Հա, մեկն ես։ Ես մեկն եմ։ Այսինքն ամեն դեպքում կընտրվի ինչ, առաջի թիվը։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ Եթե ես 28-ին եմ ծնվել, 2-ին գումարում եմ 8, լինում է 10։ Իսկ ես մեկ եմ, 0-ն հանում ենք, 0-ն չեն հաշվում։ Հա, 0-ն չի հաշվում։ Ոչ։ Ես լավ, եթե լինի 23, հիմա 2-ն 5 է դառնում։ Ուղղակի տեսեք, կան պարզ թվեր 5 եւ կա 23։ Երկուսն էլ 5 են, բայց այնտեղ մի քիչ բարդ ավելի պսիխոլոգիայի հետ 2-ը եւ 3-ը ավելի անալիզ են անում։ Տարբերություններ կա 5-երի մեջ, 6-երի մեջ, բոլոր թվերի։ Հա, այսինքն եթե 4-ն մեջը գումարես, ինքը ուրիշ ծեվի է, ուրիշ 5 է ստացվում, այսպես է։ Նման են, բայց մի քիչ տարբերվող են։ Այսինքն այսպես հասկացա, 5-ը այդ կանել 5 չի, այդ կախված է որ թիվը որի հետ կգումարվի։ Այո, բայց ընդհանուր շատ նման են։ Եվ ընդհանուր կոմիսիա, որ բոլոր թվերը, օրը, ամիսը եւ տարին գումարում ենք իրար, ստանում ենք մի թիվ։ Նույնը ստերեոտիպ բիզնեսի մեջ է։ Օրինակ ձեզ թիմում են, հա, ինչ լինում է, որ ձեզ ինչ ես անում, ոսկի ինչով ես օգնում։ Պարզ է, որ եթե նստած են 1-ը, օրինակ, եւ 4-ը, հասկացա։ Ուզում են ինչ-որ մի բիզնես անել։ Դու կարող ես ասես չի ստացվի կամ կստացվի, որովհետեւ մեկը լիդեր է, ես պետք է ղեկավարեմ, այդ բնականաբար իրան պետք է մարդ, որը կատարող է։ Եվ 4-ն էլ իր գաղափարներն է ինքը պիտի անի։ Բնականաբար 4-ին էլ է պետք կատարող, բայց 2 ղեկավարներ չեն կարող, ինչ որ կատարող է պետք։ Կա նաև տարոյի թվաբանություն, թվեր, տարոյով։ Հա։ Սենց բան կա, հիմա բոլորը տարո են ուսումնասիրում։ Դա էլ է թվերի հետ կապված, բայց այդ տարոն մի քիչ բարդ է։ Տարո։ Ինքը կարտերով են նայում հատուկ։ Հասկացա։ Նանա ջան, նայ, քանի մենք խոսանք թվային հոգեբանության մասին, նումերոլոգիայի մասին, կա տարո։ Այո։ Տարոն ինչ է իրանից ինքը էլի ինչ որ թվերի հետ կապ ունի, բայց ինչ է իրանից ինչ կներկայացնել։ Նումերոլոգիայով զբաղվողներն են ուսումնասիրում նաև տարո, որովհետև նա այնտեղ ավելի խորն է, շատ խորն է։ Իհարկե, եթե իրոք դա ճիշտ ուսումնասիրվում է, որ ոչ թռուցիկ։ Հիմա դա էլ են շատ-շատերը ուսումնասիրում։ Ուղղակի կան կանոններ, որոնք պետք է պահպանել։ Քանի որ տարոյով կարող է ոչ միայն թվերն է, այնտեղ նաև կարող ենք տեսնել ինչ կլինի, չի լինի կամ այսպես այնպես։ Ու շատ-շատերը ուսումնասիրելուց փորձում են տարբեր մարդկանց նայել։ Ու այսպեսի մի բան ասեմ, կարտերով։ Կարտերով։ Կա 2 ձև, կան խաղալու կարտերով են նայում։ Հա։ Ոնց որ ցիգաններն են կարծեմ նայում, եւ կա տարո, դրանք տարբեր են։ Այսինքն տարոյի քարտերը ուրիշ է։ Այո, տարոն ուրիշ է, քանի որ տարոյով հնարավորություն կա ասելու, որ այսպես է պետք անել, որպեսզի խնդիրների մեջ չընկնել։ Կարելի է ճանապարհը փոխել մարդուն եւ զգուշացնել կամ ասել ոնց շարժվի եւ օգնել։ Իսկ մյուս կարտերով ուղղակի ասում են ինչ է լինում եւ դա ոնց ասում են համարյա այդպես էլ կատարվում է, եթե ճիշտ են նայում։ Իսկ տարոն ինքը օգնող, այսպես ասած, տեսակ է։ Ուղղակի մարդիկ կան, որոնք իրանց հավեսի համար sense ասած մտնում սկսում են ուսումնասիրել այս մարդու կյանքը ոնց է, ինչ է, այս դա շատ վատ է, շատ։
ոնց որ մտնես մարդու տուն առանց զգուշացնելու։ Եվ դրա համար հետո ստանում են էլի։ Այդ երևի մարդու ներքին բարոյականությունն է, անկախ իր հնարավորություններից։ Այո, կան օրենքներ, որոնք չի կարելի խախտել։ Իսկ ինչ է պետք որ չխախտեն այդ օրենքները։ Հասկանալ, որ առանց թույլտվության չի կարելի անցնել այս մարդու դաշտ մտնել, որովհետև կարտերով դու մտնում ես հենց այդ մարդու դաշտի մեջ ու ինֆորմացիա ես հանում, ինչա լինելու, ոնց է, այո, եթե լավ մասնագետ է, այո։ Եթե տարոյ մասնագետը բարձր մակարդակի վրա է, ինքը հասկանում է ոնց է պետք անել ու իրոք կարողանում է օգնել, որովհետև ամեն ինչով կարելի է եւ վնաս տալ եւ օգուտ տալ։ Այդ են բանն շատ կարևոր է հասկանալ ինչ ես ուզում, այո, որովհետեւ երբ որ ուսումնասիրում ես, ես մտածում եի, օй, ամենակարևորը ես վնաս չտամ մարդկանց ու ամեն անգամ մտածում ես ոնց անես, որ բարձրացնես, օգնես, դա շատ կարևոր է։ Երբ որ իրոք դու ուզում ես մարդկանց օգնել, ոչ թե փող աշխատել, օրինակ, որովհետեւ երբ որ դու բարձրանում ես, երբ որ քո օգուտը շատ է, բնականաբար մարդիկ գալու են։ Իսկ երբ որ մտածում ես ինչ որ մի բան անես, փող աշխատես, դու տենց էլ մնալու ես, որովհետև դե փողով չի հարցը, քանի որ իմ մասնագիտությունը մարդկանց օգնելն է, առաջ տանել, օգնել ավելի հեշտ ապրեն, անցնել, մեր ժամանակները շատ բարդ են հիմա։ Բնականաբար, քանի որ ժամանակները բարդ են, մեզ էլ տվել են օգնություն որպես եւ թվերը, եւ տարոն, եւ աստղաբաններն են շատ կարողանում են գոնե ինչ-որ մի բանի վրա հիմնվել եւ առաջ գնալ։ Որովհետեւ վաղվա օրը հիմա շատ դժվար է հասկանալ էլ ինչ կարող է լինել։ Իսկ դու կարող ես քեզ օգնես։ Այո, որտեղ շատ դեպքերում եղել է խոսակցությունները, որ ասել են ես կարող եմ դիմացինից օգնեմ, բայց ես ինձ չեմ կարող օգնեմ, այդ շնոր է տրված, որովհետեւ ես դիմացինին բժշկեմ, բայց ես ինքս չեմ կարող բժշկել։ Տեսեք, այդ նույն էներգիաներով աշխատողները բարդ, հա, ձեռքով, էներգիայով բացատրում են այսպես, քանի որ իրանց ձեռքերն է, իրանց մարմինն է, նույն այդ վիրահատողը չի կարող ինքը իրան վիրահատել։ Հասկացա։ Տարոյում էլ կա այսպիսի մի բարդություն, որ ամբողջապես չես կարողանում տեսնել ինքդ քեզ, քանի որ դու այդ process-ի մեջ ես։ Բայց թվերը տալիս են հնարավորություն հստակ հաշվելու ու գնալու առաջ։ Ինձ հետաքրքիր է ֆրանսերենի մասնագետ։ Այո։ Բիզնես կառավարող։ Այո։ Հələ այդ ամեն ինչից զատ նաև Ես միշտ ձեռքով շատ բաներ սիրել եմ անել, տարբեր։ Ու թվային աշխարհը, մի բան է թվային աշխարհը, ուսումնասիրել նաև տարոն եւ մի բան էլ կա ինչ։ Եվ հիմա վաստու եմ ուզում ուսումնասիրել։ Վաստու։ Վաստու։ Այո։ Էդ ինչ է։ Դա էլի հիմնված է էներգիաների վրա, բայց տան հետ կապված է, որտեղ մենք ապրում ենք եւ աշխատում ենք։ Նույն էներգիաներն են, հյուսիս, հարավ, հա, արևելք, արևմուտք, եւ այդ ամեն մեկը նույն ձևով կապված է կրակի, հողի, ջրի եւ օդի հետ։ Օդի հետ։ Բոլորը նույն ձևով են աշխատում։ 4 տարերը։ Այո։ Կարևոր։ Եվ թվերի մեջ, եւ տարոյի մեջ, եւ վաստուի մեջ ամենտեղ։ Քանի որ մենք բոլորը մեզ տված է, մենք պետք է մեզ լավ զգանք եւ ճիշտ հասկանանք, որն է, ոնց մեզ օգուտ։ Ես 28 եմ, հիմա արև է, կրակը շատ է։ Հասկացա։ Բայց քանի որ ամիսը 2 է լուսին, այսինքն ջուրն էլ է շատ, իմ մեջ կա այդ պսիխոլոգիան եւ կա արև, այսինքն ես պետք է մարդկանց տանեմ իմ հետևից։ Ուր։ Դեպի փայլուն ապագա։ Հասկացա։ Այ հենց դրանից ես եկա։ Հիմա ձեր հարցը, քանի որ այդ եք ուզում հարցնեիք, քանի որ ես հասկացա, որ իմ մտածելակերպը մարդկանց տանելն է, թվերի մեջ առաջինը մեկն է, չէ՞, ոնց որ այդ վագոնի առաջ վագոնը ես եմ այդ գնացքի իմ հետևից բոլորին տանում եմ եւ իմ միսիան, որ գումարում եմ իրար բոլոր թվերը 9-ն է, այսինքն օգնել, հասնել, փրկել։ Ես հասկացա, որ իրոք այս մասնագիտությունը իմն է։ Թողնելով մյուս մասնագիտությունները, ավելի սկսեցիք զբաղվել այս մասնագիտությունով։ Այսինքն թվերը ինձ հուշեցին, ես իրականում ուր պիտի գնամ ու որտեղ կա ինձանից ավելի օգուտ մարդկանց համար։ Ես որտեղ կարող եմ
օգուտ տալ մարդկությանը։ Իսկ զուգահեռներ հնարավոր չէ տանել, այսինքն համ դասավանդել ֆրանսերենով։ Անկեղծ ասած ես ֆրանսերեն եմ արդեն մոռանում եմ կամած։ Դե հա, այդ կանթավի մեջ ես եղնում այդ կանթավի մեջ խոսալս կմոռանամ։ Շատ հստակ պիտի հասկանաք ամեն ինչ, տեսնեք մինուսները, պլյուսները, ձեր հետ շատ հեշտ է աշխատել, որտեղ կան 2, 20-ը դա նույն 2-ն է։ Հա։ Այդ բիզնեսի մեջ եթե կաք, դա այդ բիզնեսը չի կարող սխալվել, որովհետև շատ եք ուսումնասիրում, ամեն ինչ հերթով տեղին բացատրելով, անելով հասցնում եք ինչ-որ մի մակարդակի։ Հասկացա։ Քանի որ աշխատում եմ ես անընդհատ, բնականաբար ինքը ավելի խորանում է, զարգանում է, բայց ինձ միշտ հետաքրքիր է ինչ-որ նորություն, էլի ինչ-որ մի նոր բան, եւ քանի որ այդ վաստուն մոտ է այս ամեն ինչին, այո։ Լավ, սովորական բնագիչը ինքը ոնց պետք է հասկանա իր տան մեջը կահավորումը ճիշտ է, այսինքն մենք մեր առօրյա կյանքը սպես է։ Մենք նույնիսկ որ բնակարան ենք առնում, տեղափոխվում ենք, այդ բնակարաններն են լինում սխալ։ Այդ է ուսում ասում։ Ես գնացի դիզայները նստած է, եղբայրս իմ 100 քառակուսիս է, արի կդրենք, ինքը այստեղ կնաղնի կուխնյան, խոհանոցը, այստեղ կարող է լինի ննջարան եւ այն։ Դիզայնը լավ է, դուրս եկավ, ես եկամ, մտա սկսեցի բնակվել։ Հետո կծանոթանամ նանայի հետ։ Նանային հյուր կհրավիրեմ մեր տուն կուկանանանք, նստենք, թեյ կխմենք, այսպես նանան ու մտքի մեջը լավ է, մարդկանց տունամ ինչ սխալ է դասավորված։ Տեսեք, ոնց որ թվերն է։ Դիզայներին ես ինչ եմ։ Ոչ մի բան, որովհետև մենք ամեն մեկս տեղափոխվում ենք այնտեղ, որտեղ այդ տեղը մեզ մի քիչ համապատասխանում է մեր ներքին վիճակին։ Երբ որ սկսում ենք ինչ-որ փոփոխություններ անել, կամաց սկսվում է դասավորվել եւ ինչ-որ չափով մենք էլ ենք աշխատում դրա վրա, որ զարգացում գնա, մի քիչ փող աշխատենք, մի քիչ լավ ապրենք, մի քիչ ուրախ լինի, առողջություն լինի։ Ամենակարևորը։ Այո։ Եվ դա սկսում է աշխատել։ Հետո Բայց կարող է ստացվի, այնքան հարստանաք, ուրիշ ավելի լավ տուն առնեք տեղափոխեք։ Բայց հնարավորություն է տալիս այս գիտությունը այդ նույն բնակարանում ապրել ավելի լավ։ Չնայած մենք հասկանում ենք, որ այնտեղ սխալ բաներ կա, բայց ճիշտ, ասենք այն կողմի վրա որտեղ պետք է հող լինի, կրակ լինի, լինում է խոհանոցը կամ վաննայի սենյակը, օրինակ, հա, այնտեղ ջուր է։ Այդ եմ ասում, հասարակ բայց պետք է կրակ լինի։ Հա, բայց ոնց հասկանա։ Այն կողմի վրա մենք սկսում ենք ծանրացնել ավելի։ Եվ բալանսի ենք բերում։ Հավանաբար մեծամասնության տան մեջ ամեն ինչ դասավորված է սխալ, հավանաբար։ Միգուցե բանը զուգատիպություն լինի, որ ամեն ինչ ճիշտ դասավորված լինի, այդ կամարվի երևի երջանիկ մարդը։ Տեսեք, կան կանայք, որոնք սիրում են տեղափոխել։ Կանայք ավելի շատ են զգում։ Երբ որ ինչ-որ մի բան սկսում է փոխվել, կանայք սկսում են ինչ-որ մի բան տեղափոխել։ Այսինքն սիրելի տղամարդիկ, կանայք տանջում են, ասում են, այսա պետք է տեղափոխել են կողմ։ Երբ կանայք կորոշեն ինչ-որ բան տան մեջ տեղափոխեն, մի խանգարեք իրանց, համաձայնվեք, այդ երկնային է։ Այո։ Հերիք չէ որ պիտի տանջեն ձեզի երկնային, մի հատ էլ պիտի տանջեն ձեզի երկնային կահույքը աչուծախ հենելուց մենք դա նկատի կունենանք։ Անա ջան, այդ շատ կարևոր է։ Հնարավոր է թվերի միջոցով, նումերոլոգիայի միջոցով բժշկել մարդու կամ բժշկվել։ Բնականաբար մեր հիվանդությունները մեր մտածելակերպից են գալիս, մեր ապրելակերպից են գալիս։ Եթե ես միշտ ակտիվ եմ, վազվզում եմ ու միշտ էմոցիայի մեջ եմ ու միշտ սխալ եմ ընդունում, ինչ որ միտեղ սխալ բան է լինում, չէ, դաշտի մեջ։ Բնականաբար դա արդեն հիվանդության բուն է։ Ներվային համակարգը սկսում է խախտվել։ Բայց եթե դու հասկանում ես ուր ես գնում, ինչ է քեզ տված, այս մասնագիտությունը ավելի լավ ընտրես կամ այս կնոջ հետ ավելի լավ ապրես, որտեղ ինքը թվերով համապատասխանում է, դու ավելի երջանիկ ես ապրելու, հեշտ է լինում։ Ու այդ ամեն թիվ իր հիվանդությունը օրինակ ունի։ Եվ երբ որ դու քո հիվանդությամբ ես հիվանդանում, դա շատ դժվար է բուժել։ Օրինակ հիվանդության թիվը համընկնի եթե քո թվի հետ դժվար է բուժել։ Այո, օրինակ մեկերը շատ համառ են, իրենց ասել ինչ ոնց պետք է անել, չեն ընդունելու։ Իրենց ուրիշ կողմից է պետք մոտեցում ցույց տալ, օրինակ համաձայնվեն։ Դա մար մեկերի մոտ հիմնական խնդիրը ողնաշարն է։ Ուղիղ են, չեն թեքվում։
որ ասես, չէ, ես իմ ուզած ձևով կանեմ։ Այսինքն իրանց մոտ բոլոր հիվանդությունները ավելի շուտ հնարավոր է բուժել, քան որ դա ջարդվում է։ Ծնկներն են ցավում, երբ որ մարդ համառա ու չի ընդունում, մեկերի մոտ այդ ողնաշարն է, հիմնականում բոլոր մեկերի մոտ խնդիր կա ողնաշարի։ Ութերի մոտ, քանի որ միշտ աշխատում են, միշտ ուղեղը իրանց աշխատում է, այստեղ այս մասերը սկսում է լարվել, ու եթե հանգիստ չտան, դա ինսուլտի բուն է։ Այսինքն մեկ էլի պետք է Այսինքն պետք է ամեն թիվ հասկանա թույլ տեղը որտեղ է իրա։ Հիմնականում աշխատի դրա վրա, որ չհիվանդանա եւ ճիշտ վերաբերվի իրա գնալու, իրա խոսելու, իրա շփվելու ձևը փոխի մտածելակերպը։ Օրինակ 4-երը միշտ գլխի մեջ են, միշտ նորիձեաները, հենց հետաքրքիր է իրանց մոտ։ Բայց իրանք մարմինը չի աշխատում, իրանց պետք է անպայման սպորտով զբաղվել։ Անպայման, որպեսզի բալանսի բերեն, այն իդեաները, որ սենց են հիանալի, իրանք հիմնական ճարտարապետներ են, դիզայներներ են, այդա կարողանան արդեն մատերիալիզացնել, ստեղծել։ Միշտ իրանց պետք է կամ սպորտով զբաղվել, կամ բարի գնալ, օրինակ աղջիկներին շատ դավա բարի գնալ։ Իսկ քո թիվը որն է։ Կանացություն է գալիս 1։ Ես 28 եմ, գալիս է 10, այսինքն հաշվել էինք։ Այս թվերը այնքան քխջիջուր, նույն հարցը կարող է 7 անգամ 10, բայց այդ իմ ներքը չէ, այդ ձեր նումերալոգիայի։ Հետո հեշտ է հասկանալ։ Ինչ կմաղթես մեր շատ սիրելի հեռուստադիտողներին, ռադիոլսողներին։ Ես ցանկանում եմ երբեք չշտապել, ամենաառաջինը հիմիկ ժամանակի մեջ եւ ավելի հանգիստ վերաբերվել ամեն ինչին, հանգիստ, որովհետեւ ժամանակը ինքը իրանով գնում անենց ոնց որ պիտի գնա։ Մեր գործը, մեր ներքին աշխարհը կարգավորելն է, ավելի բարի լինելն է, առաջի հերթին սեր պիտի լինի։ Երբ որ կա սեր, արդեն չկա վեճ, որ այ դու ճիշտ ես, սխալ ես, չէ։ Ուղղակի ես քեզ սիրում եմ։ Կամ սիրով գվիժեն։ Այո։ Հումորով։ Հումորով։ Այդ հանգստությունը ամենտեղ դաշտը ստեղծում է հանգիստ, բնականաբար կողքի մարդիկ էլ սկսում են ավելի հանգիստ լինել։ Եվ երբ որ մարդու մեջ կա սեր, հանգստություն, օրինակ առավոտ, երբ որ արթնանում են, այդ մի բաժակ սուրճը խմելուց, ավելի լավ է կարգավորեն մտքով ամբողջ օրը, ոնց կանցնի, լցնեն ամբողջ օրը իրանց այդ ներքին հանգիստ, առավոտվա արթնացած էներգիայով, ու հետո նոր արդեն գնալ առաջ։ Իսկ եթե մարդը մենակ կաբրի։ Ես այնքան եմ սիրում այդ մենակությունը, ես այնքան եմ լցնում ինձ, որ ովքից այնքան մարդիկ են գալիս, շփվում։ Երբ որ մեջը ծեր կա, միշտ բոլորը հավաքվում են քո կողքը։ Հասկացա։ Այսինքն անպայման չէ որ հաշվարկով սկսելը, եթե մթնոլորտը շատ ջերմ է, շատ լավ է։ Ճիշտ սկսել, բայց այսպեսի մի բան կա, հուշեմ։ Միշտ երբ որ սուրճ եք խմում կամ նստում եք կամ մի բան, ուզում եք սովորեք անել, նայեք դեպի հյուսիս։ Այնտեղից բոլոր հնարավորություններն են գալիս։ Այսինքն դու կտեսնես, երբ որ հյուսիս նայես, դու մի բան փոխվում է։ Հետո ավելի լավ է միշտ գրել, առավոտյան գրել ինչա պետք անել։ Այդ ոչ բոլորը կանեն, վստահ։ Գերնեն շատ արագ մի հատ սուրճ կխմեն ու կվազվզեն։ Ու կսկսեն վազել իրանց աշխատանք։ Երբ որ ուշ ես արթնանում, բայց երբ որ արթնանում ես շատ շուտ, 6-ին, 5:30, դա լրիվ ուրիշ զգացողություն է։ Ես շատ ուրախ եմ, որ մենք հանդիպեցինք։ Ես նույնպես։ Շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Շատ թեման հետաքրքիր էր, անսովոր։ Ինքը մեծ թեմա է, հնարավոր է հետո ավելի այո։ Միանշանակ մենք ես շատ թվերին պատմենք իրանց մասին։ Հա, մեկից սկսենք։ Մեկից սկսենք։ Դե հաշվի առնելով, որ մեկը դու ես, պետք է երկուսը սպասի մեկին։ Չէ՞։ Շնորհակալ ենք, որ եկար։ Ես էլ եմ շնորհակալություն հայտնում հրավերքի համար։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի ռադիոլսող, այսօր մեր հյուրն էր նումերոլոգիայի մասնագետ Նանա Խուզադյանը։ Լավ եղեք, կհանդիպենք։